Սիրելի երևանցիներ, եւս մեկ անգամ ապացուցում եմ ԿՊ խմբակի մի հավաքանու անդամի ստախոս զրպարտիչ բանսարկու լինելը եւս մեկ անգամ մոտեցավ ինձ եւ ասում է ես նման բան չեմ հիշում, որ ձեզ ասել եմ, դուք ես տենց բան չեմ ասել, ձեր անունը բազգանում չեմ տվել, հիմա ես մեր ժողովրդին ապացույցներով ցույց եմ տալիս, թե ինչպես է ԿՊ հավաքանին ստում Իմ ելույթից, իմ խոսքից հետո անմիջապես անդրադարձել է ինձ, կոպեկի հետ կապված ես ելույթ ունեցա եւ դրանից հետո պատասխանել է ինձ, հիմա լսեք եւ շարունակեմ։ Մեկ վարքան։ Սանա ասում է կոպեկ պետք է վերադարձվեր այդ ամենը թալանվածը ժողովրդին, էլի վերադարձում է ուղղակի մի տարբերությամբ, ոչ թե ձերպես պարոն Սարգսյանը դրանք աշխատ բաժանելով, այլ մանկապարտեզներով, դպրոցներով Հիմա կդիտեք, պարոն Սարգսյան ձերպես կոպեկ վերադարձվում է ոչ թե իմ պես, սիրելի երևանցիներ, իմ պես ընտրակաշարք բաժանելով կամ այս մարդիկ հանցագործություն են կոծկել, որը հանցագործություն է, հիմա դատախազությունը պետք է լսի, կամ դա սուտ մատնություն է, ես ասում եմ, որ շարը սուտ է դա, Սա, չէ, լսեք, Տիկին Սորինորյան, հաջորդը դուք եք կգաք կարձագանքեք, չէ, դուք հիմա լսեք, նստեք ու ձեր ղեկավարի ասած ու հանգիստ լսեք, ինչպես եմ ապացուցում ձեր սուտը, բռնվել եք, ստի վրա ես ձեզ բռնել եմ, դուք ինձ մեղադրել եք մի բանում, ես 18 թվականից առաջ իմ ամբողջ կենսագրության մեջ ես երբևէ չեմ խառնվել Իմ կենսագրությանը նախ ծանոթացեք, ձեր իշխանության շնորհքն է, որ ես դուրս եմ եկել ձեր դեմ պայքարելու ապաշնոր քաղաքականության, եթե չլիներ ապաշնորություն, ես չէի դուրս գալու պայքարել, դուք եք ինձ ստիպել, որ ես պայքարեմ ձեր դեմ։ Հիմա, լավ, այդ սուտը ես ապացուցեցի, մեր քաղաքացիները եւս մեկ անգամ կարող են դիմել, ես կտեղադրեմ այդ ձայնագրությունը իմ Facebook-յան էջում, հիմա անդրադառնանք մեր երևանցիների խնդրին, տեսեք Հրազդանի կիրճում երկու թունելների հետ կապված, բազմիցս այդ թունելները, թամանյանական երկու թունելների մասին, ես նաև տեսա ձայնագրություն ունեմ, որ այդ թունելները պետք է կառուցվեր, բայց այդ թունելները միտեղ էլ տեսա, որ ինչ-որ նախագծանախաշվային փուլում պետք է վերանորոգվեր այդ երկու թունելները, դուք այնտեղով մի հատ անցեք, այն մի թունելը փակ է, այն մի թունելը շատ վատ վիճակում է Դա հերթով հարցերի եմ անդրադառնում, մեր սիրելի երևանցիները տեսնեն, պարոն Ավինյանն էլ երևի կտեսնի եւ հարցերին ընթացք կարծում եմ կփորձի տալ։ Շուշի թաղամաս անդրադառնանք, Աջոպնյակ վարչական շրջան։ Վաճառել են ձեր, այն որ ասում եք նախկին, հիմա ես ներկայացնում եմ, գնացեք եւ հետեւողական ով հանցագործություն արե բռնեք։ Շուշի թաղամասում մեր ճանապարհը Սեփական վաճառել են։ Ով է վաճառել, խիա վաճառել ճանապարհ, այդ մանկապարտեզ եք որ ասում, ես էլ ասում եմ մի ճանապարհ եմ ցույց տալիս, գնացեք, այնտեղ վաճառքները հետազոտեք, Կոչեմանով վաճառքի թվականները հետազոտեք, արդյոք հետին թվով է վաճառք տեղի ունեցել, որ թվականին ա եղել։ Ես 2007 թվականին փաստաթղթեր ունեմ որոշակի քաղաքապետարանի, որ 2007-ին դատարկ հող ա եղել, ոչ մեկին չի պատկանել, համայնքին ա պատկանել, ոչ թե մասնարարին, բայց դրանից առաջ ինչ-որ սեփականություններ կա տված։ Երրորդը, հիմա գրություն եմ գրում Թումոյի այգու հետ կապված մասնավոր սեփականությունը, պարոն Ավինյանը ընդունեց, այո, որ մասնավոր տարածքում չպետք է սեփականություն լինի 60 հոդվածի հողի տակ, ես գրություն եմ ուղարկում քաղաքապետարան, ասում եմ ումն ա ուզում եմ այդ հետաքրքրվեմ որպես հավաքանու անդամ հասկանամ այդ ինչ շինություն այդ ոնց են վաճառել, ով ա վաճառել, գրություն ա գալի որերորդ անգամ, որ մենք տեղեկատվությունը չենք տիրապետում, բա ով ա տիրապետում Երևան համայնքի թեկուզ վարձակալությամբ տված այգիներին, ով է տիրապետողը այդ գույքի, այսինքն հավաքանու անդամը էլ ինչ պիտի անի, փոստատարով վազելով պիտի գնա դռնե դուռը գնի, դիմումը գրավոր գրել եմ, հստակ պատասխան չեմ ստանում որերորդ անգամ, դա ինչ է, եթե կոռուպցիայի թաքցնել չի, ես կարծում եմ դա թաքցնում են հավաքանու անդամից, որ չխորանանք եւ չգտնենք այդ ամեն ինչը։ Մեկ վարքյան, նաև կարճ անդրադառնամ Գլինկայի հետ կապված Տիգրան Ավինյանը դեմ էր, բայց այդպես է, գրությունն էլ ունեմ, այնտեղ շինարարություն արեցին, ու միջև վերջը լավ էլ ավարտի ոստիկանությունով դատանի որոշումով դադարեցրեցին, Տիգրան Ավինյանը չկարողացավ կանխել ոչ մի բան, դա թույլ քաղաքապետի բաղվածք է, որ չկարողացավ այդ շինությունը, միջև հիմա կառուցեցին։ Սարգսյան ձեր ելույթը ավարտվեց։